Ամերիկայում ապրող զոմբիներ, ձեր լեզվով ձեզ ասեմ, հին զոմբիներ, վերաբերվում է այդ բառը այն մարդկանց, ովքեր որ նոր եկող մարդուն կարան ասեն փախել եկել ես։ Իսկ դու որ եկել ես Ամերիկա, դու ումից ես փախել։ Այսինքն քեզ կարելի էր գալ Ամերիկա ապրել, այն մարդը, ով որ ձգտում ունի լավ ապրելու, կամ այն մարդը, ով որ սիրում է իր կյանքի մեջ փոփոխություններ, փորձություններ, իրավունք չունի գա Ամերիկա ապրի։ Հա, այս ինչ հասկացողությունա լոսում ապրող հին ու ոչ թե մենակ հին, այլ մտքով էլ հին ապրող մարդկանց մտածելակերպում։ Սուպերմարկետում այսօր միջադեպի եմ հանդիպել, տարիքով կին է, կասայի մոտ կանգնած, դրսում իր հետ ավելի շատ խոսացի, այն ինչը որ պիտի պատմեմ, կասայի մոտ կանգնած մենակ կլներ մի 75-80 տարեկան կեղտոտ, չար կին, չար, կեղտոտ, չկամեցող կին ու զոմբի, դատարկ։ Ասեմ ձեզ, Ամերիկայի զոմբիներն ավելի վտանգավոր են։ Ու այդ բառը, որ ես ասում եմ, հանկարծ չմտածեք, որ դա մենակ նիկոլականներին է վերաբերվում։ Իմ համար զոմբի դա սերժականն էլ է զոմբի, նիկոլականն էլ է զոմբի։ Մի խոսքով, այն մարդը, ով որ ազատ չի իր մտքով, իր ընտրությունների մեջ, ապրում է ուրիշի խորհրդով, իմ համար զոմբի է։ Վերջը։ Կասայի դեմը կանգնած ենք, ջահել երիտասարդ 23-24 տարեկան տղա, սենց հերթ արդեն պիտի խանութը փակվի, եկավ, խնդրում եմ էլի ձեզ բարձր ասեց, ձեր ցավը տանեմ, լավ բուկետ առե, բա ընկերուհուս ծնունդն է, հեսա 12-ին իրա ծնունդն է, էլի սյուրպրիզ եմ ուզում անեմ, բան սենց, կլինի ես հերթս առաջ գցեմ, որ խի չի լի, այ ախպեր ջան, ասենք, լիժբը հասի քո նպատակին, այս իմ դեմը հենց թարախ մի հատ կնիկա կանգնած, մեկ էլ այտենց բան եղել էր մի տարի առաջ, երբ որ էլի Ջոնս սուպերմարկետում էի, էլի տենց հերթի տակ պարքև սրբազաններ, հենց դեմս կանգնած, ինքն էր ու ես էի, ու դե ես իրան ճանաչեցի, սենց առևտուրն եմ նայում, որ սենց կարգին, քյարթու տղամարդ ասենք էլի, տենց առևտուրը կաներ, մսեր, բան է, որ տենում ես էթում է պիկնիկի, պարքև սրբազան, էթում է պիկնիկի, ասենք սենց կանաչի, խորոված, մորովածի թաշախուստա ու մեկ էլ ասենք օղիներ, վիսկիներ, բան, սենց ռգոնի գինի առներ, էլի, չկար, գինի չկար, ու հենց ներվերես չհերիք է, սենց հենց պարքևին ասեցի, ասի, պարոն, ասի, պարքև, իմ համար սուրբ բառը ես ամեն մեկի չեմ ասում, ասի, պարոն պարքև, ասի, սենց ֆրաց նայեց, ասի, ես ինչ լավ սենց փառք ասու, ասի, ինչ լավ առևտրի մեջ ես, ասի, ինչ մի խմիչքներ, վիսկիներ ես կոմ, մեկ էլ ձգվեց, հասկացավ, որ արդեն ես իրան ճանաչում եմ, բա ես այնպես չի, սա տղաս իմ համար եմ առել, սա առնում եմ հյուր պիտի գնամ, ասի առավել ևս, դու որպես հոգևոր մարդ վիսկի ես տանում հյուր գնալուց, ասենք շատ պիտի գինի առնեիր,
շատ փախավ Հիմա ես կնիկ դեր ռաստվե Վերջը ասում տիկին ջան Չէ ես ես նոր եկած հայրին չեմ սիրե եկակ ամերիկան քանդեցիք բան ասի առևտուր ասի թող էստեղ են ասի այս բուկետն առնի սենց ուսից բռնեցի շատ ջղայն ասեցի թող հասնի իր մուրազին ասի հաշվի առ որովհետեւ քո թորն է ասի պատկերացրու քո թորն է Մինայի որտեվ դու ոնց հասկացա դու որպես հայ նոր եկողներին չես նայում Դու հայրին նայում ես որպես քեզ թշնամի, ասի թող այս տղեն հասնի իր մուրազին ու ասի անպայման հետևից օրնի, ես էլ քեզ խոսք եմ տալի, այս ամբողջ զամբյուղդ կոքնեմ, կտանեմ, կդնեմ քո մեքենայի մեջ, թուշդ էլ կպաչեմ, քեզ կճամփեմ, ասի տեղդ լրվի։ Վերջը, նենց էր որ հաչ ասեց, բայց աշկով ասի, ես էլ ეხուն ասի անցի Խոսացրեցի, երեխեն ճղեց գնաց արանքը բան, սենց վերջը, ինչպես միշտ ես իմ խոսքի տերն եղա, այս չոբոլան զոմբիին օգնեցի, սենց կշում եմ զամբյուղը, տանում եմ ավտոյին, ոտ ասում եմ, ինչի այլ, ասում եմ, քո մեջ այդքան չարություն նոր եկածների հանդեպ, կամ հինը նորը որն է, եկակ, ասում եմ, ես շուտվա եկած եմ, Դու եկակով մի ասա Բայց համարին է որ ես նոր եկած եմ Ինչով եմ ես քեզ հիմա անհաշգում Ինչով եմ ես քեզ հիմա վատ բան ասում Որտեղից է քո ատելությունը Բա գալիս էին չնեղանաս արդեն հասկացա քեզի տեսնելով քեզի նկատի չունեմ Գալիս են սխալներ են անում պետությունից չգիտեմ ես շատ գիտեմ ինչեր անօրինական բաներ են անում ու դրա պատճառով թաքսերն է բարձրանում ինշուրանսներն է բարձրանում ասում եմ հա բայց ինչ ես դու մտածում որ մենակ հայերն են կամ պետությունը թույլ է տալի Եթե մարդիկ այդ բաներն անում են, պետությունը թույլ է տալի։ Ոչ մեկ դատ ու դատաստանով այդ բաները չի անում, քաշքշուկով չի անում, օրենք գոյություն ունի։ Ով ինչ անում է, օրենքի սահմանի մեջ է անում։ Դու ինչի ես նեղվում, ինչից ես վատ զգում, որ նոր եկողը փորձում է ոտքի կանգնի։ Կամ նոր եկողը Լոսում ապրող կամ առասարակ լոսում կլնի, Գերմանիա կլնի, այն մարդիկ, ովքեր որ Հայաստանից դուրս են գալի, նոր կյանք են սկսում ապրել։ Ձեր ворները ինչի է մռմռում, որ այդ մարդկանց ուղեղը ավելի շատ է աշխատում, քան թե ձեր։ Մարդ կա 40 տարի ստեղ ապրում է Երեխեն դաժե տան դուրը չի բացում Ինքը փետում է կեղտի մեջ Մարդ կա ժողովուրդ ջան 3 տարվա մեջ Բենթլի է քշում Հին ու նորս ո՞րն է մարդու ուղեղի հետ Մարդու ուղեղի աշխատելու հետ հինը նորը ո՞րն է լոսի հայր Կամ այդ նոր եկողը, որ եկել է, ու եթե դուք դա համարում եք, սխալ, գողություն կամ չգիտեմ անօրինական բան, այդ նոր եկողին, որը որ լեզու չգիտի, բարև տալ չգիտի, ով է սովորացրի այդ ճանապարհը, հին ապրողը, Ձեր նման, ձեր ժամանակի փախած, եկած, նույն սխալները գործած մարդիկ են սովորացնում նոր եկողներին։ Ավելին ասեմ, այնքան մարդ չեք,
որոշ հին ապրողներ, որ այդ նոր եկողները, որ ուզում են ինչ-որ մի բան անեն, գոնե տուն վարձեն, դրա մեջ էլ եք փայ մտնում, բայց միլիոններ ունեք ընդեղ։ Բայց դուք ընդհանրապես պետք է նոր եկող մարդկանց ուրախությամբ դիմավորեք, որովհետև դրանցով դուք փող եք աշխատում, հարստանում եք։ Այդ ինչի է դի չեք հասկանում։ Ստեղու լոսում ապրող բիզնեսմեն մարդիկ, ասեմ ձեզ մեծամասամբ ինչով են հարստանում, հենց նոր եկած մարդկանց վրա են հարստանում, օգտագործում են այդ մարդկանց, ովքեր որ թուղթ չունեն, տուրիստների վրա են աշխատում, եկավ տուրիստը Ամերիկա, օքեյ, մի ամիս ֆրֆրաց, երկրորդ ամիսը մարդա չէ, ասենք, ասում է լավ, վсё, ֆրացի երկիրը, ֆրացի տեսա, ինչ անեմ, աշխատեմ։ Սկսում է գործ մանկալ, դուք էլ ինչ եք անում։ Ինչ եք անում։ Հասկանում եք, որ տուրիստ է, 10-11 դոլարով աշխատացնում եք, տուրիստին ձեռա տալի դա։ Հետա գնալու, 6 ամիս մնա, $10,000 էլ տանի, այսենց է տոմսի փողն էլ հանած։ $10,000 տանի, դաժե կարա Հայաստան փոքր մի հատ բիզնես դնի։ Նոր եկող մարդիկ, ինչով են ձեզ վնաս տալի, եթե ոչ օգուտ են տալի։ Բա Ամերիկայում ապրող մարդը քո մոտ $10 կգաք աշխատի, եթե իր տան վարձը 3-ից $4,000 է, իր payment-ները գալիս է, ամսը կա մոտավորապես մի $5,000, ինքը մենակ աշխատում դուրս է տալի, գիժա գա քո մոտ կոպեկով աշխատի։ Հետո էլ որ բան ալնում, օրինակ եղել այն մոտ, էլի, ասենք ես ասել եմ գործ ա եղել, չէ, ասենք գնացում փող, ոյ, այդքան, բա Բայց գալիս եմ աշխատելու, այս սկզբի վաղտերես, գալիս եմ աշխատելու, որ կարողանամ տեղավորվեմ։ Ես էլ պիտի ապրեմ, բայց աշխատեմ, որ դու մենակ դու հարստանաս, բայց ես մի հատ բան հետ չգցեմ, դա նորմալ է։ Ամերիկայի ապրող հայեր, դա նորմալ է, որ մարդը, ստեղու ապրող մարդը, ոչ թե տուրիստը, ստեղու ապրող մարդը նորմալ է, որ ուզում է մի բան հետ գցի։ Որովհետև դու էլ երբ որ եկել ես, դու էլ ես ինչ-որ մի բան ուզեցել ձգտել, հետ ես գցել, որ այսօր ինչ-որ մի բանի հասել ես։ Բա եթե դու բարի ես, բարի կամեցող ես, խի չես ուզում, ախպեր, ես, Պողոս, Պետրոս, Մարտիրոսն էլ հետ գցենք։ Վախենում եք։ Կոնկուրենցիայից եք վախենում։ Ձեզ մի բան ասեմ։ Եթե մեջից չեղավ, ես չլնեմ կոնկուրենտ, մեկ ուրիշն է լինել։ Իսկ այն ինչից որ դուք այսօր տրտնջում եք, ասում եք, որ նոր եկողները մեզ վնաս են տվել, նոր եկողները, նույնիսկ տուրիստներն են ձեզ հարստացնում։ Ուղղակի դուք այնքան չար եք, դա չեք ուզում ընկալեք ու հասկանաք։ Իսկ եթե նորից եմ ասում, սխալ կամ ոչ օրինական ձեր լեզվով ասած, մարդիկ գործեր են անում, այդ ինձ չի, որ Հայաստանից իմացած եկել են այստեղ հին ապրողներն են սովորացրել։ Ուրեմն Ամերիկայի ապրող զոմբիներ, այն մարդիկ, ովքեր որ
նոր եկողներին ասում եմ, փախածներ, նախկին փախստականներ։ Ինչ ցանել եք, այդ հնձում եք։ Ինչ որ սխալ, եթե տեսնում եք նոր եկողի մեջ, իմացեք, դա դուք եք սովորացնում։ Ավելին, ձեր այս քծիբությունը, ձեր չշփումը, ձեր սառնությունը մարդկանց նույնիսկ սխալ ու ավելի վատ գործերի է դրդում։ Հետո էլ ասում եք, մենք հայ ենք։ Հայը գիտես ինչով է հայ, որ ինքը հյուրընկալ է, այլ ոչ թե տան դուռը փակում է, նոր հաց է ուտում։ Եթե դու քո տան դուռը փակում նոր ես հաց ուտում, եթե քո տան մեջ հյուր չի գալի, մի ասա, որ դու հայ ես։ Ու առհասարակ ես կասկածում եմ, որ դու մարդ ես, որտև մենակ կենդանին է իր բնի մեջ հաց ուտում, իսկ մարդը չէ։